Ինչպես պետք է ճանաչենք 3 տարեկանի ճգնաժամը, որոնք են առաջին դրսևորումները։ Հատկապես 3 տարեկանի կամ երբեմն ավելի շուտ է սկսվում 2 տարեկանի պայման չէ, որ տորթի մոմերը փչենք եւ սկսվի։ Կարող է լինել ավելի շուտ կամ ավելի ուշ։ Առաջի հերթին երեխան սկսում է հաճախակի ասել ոչ։ Ոչը ամենուր է։ Գնանք պապակուտելու ոչ, չգնանք պապակուտելու ոչ։ Երբ սկսում է ինքնուրույնանալ, երբ ուզում է ամեն ինչ ասել, որ ես եմ անում, դուք չեք ասում ես պիտի ասեմ, ես պիտի անեմ, ես եմ ուզում իմ կոճակը կոճկեմ, ես եմ ուզում ինքս լվացվեմ, դուք ինձ չօգնեք։ Երբ այնտեղ լինում են հաճախակի հուզական պոռթկումներ, հասարակ լեզվով ասված հիստերիաները, դրանք հուզական պոռթկումները շատ են լինում, որովհետև երբ այդ փոքրիկ պահերը կուտակվում են ու 3 տարեկան երեխան չունի այդ հմտությունները, որ կառավարի այս հիասթափության մեծ քանակը, սկսում են հաճախակի հուզական պոռթկումները։ Երբ երեխան ասում է, որ ես իմ ուզածով պիտի լինի, երբ մի առաջարկ է տալիս ու ասում է, որ չէ, այս ձև եմ ուզում որ լինի, ոչ թե ի հակառակ ինչներ առաջարկում ծնողը, այլ հենց հիմա ես ուզում եմ գնանք խաղահրապարակ, ու այս ինչ խաղահրապարակն եմ ուզում։ Ու այնտեղ իսկապես ծնողի համար կարող է բարդ իրավիճակ ստեղծի, թե ոնց գործ ունենամ այս ամբողջի հետ։ Այդպես որ հենց ծնողը ինքն էլ մեծ դեր է խաղում, ինքն էլ ոնց որ իր համար ինչ որ չափով ճգնաժամային է, հենց այս երեխայի կողքը լինելով այս փուլը անցկացնելու պահով։